Երբ լսում ենք պատերազմ բառը, անմիջապես պատկերացնում ենք մարտադաշտ, հրանոթներ և զինվորներ։ Սակայն 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց փոխվում են նաև պատերազմների ձևերն ու մեթոդները։ Եթե նախկինում պատերազմները ընթանում էին միայն ռազմաճակատում, ապա այսօր պայքարը տեղափոխվել է նաև տեղեկատվական դաշտ, տնտեսություն, քաղաքականություն և հասարակական կարծիք ձևավորող հարթակներ։ Այս նոր երևույթը միջազգային հարաբերություններում հայտնի է որպես հիբրիդային պատերազմ անվանումով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացնելով, թե ինչ է ենթադրում հիբրիդային հարձակումը, ասում է. Դրա ամենավառ արտահայտման վայրը ըստ էության տեղեկատվական հարթակներն են, որովհետև դրանք ավելի հեշտ հասանելիություն են տալիս դեպի քաղաքացու գիտակցությունը ըստ էության եւ մի շարք կեղծ տեղեկատվությունների, կեղծ կայքերի շատ դեպքերում դուք կարող եք հանդիպել հենց ձեր կայքի նմանությամբ ինչ-որ մի կայք, ինչ-որ մի թեթև տարբերություններով, բայց հանրության մեդիագրագիտության բարձր մակարդակ չունեցող հատկապես մարդկանց համար որևէ տարբերություն չի լինելու, դա հայկական կայք է, ադրբեջանական կայք է, ռուսական կայք է, թուրքական կայք է, ամերիկյան թե այլ ինչ-որ, եւ ըստ էության նմանատիպ գործիքների միջոցով, կեղծ տեղեկատվությունների միջոցով փորձում են հանրային ընկալումներում սերմանել վախեր, թեզեր, որոնք պետք են այն կենտրոններին, որտեղից որ այս պրոցեսները գեներացվում են։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է հիմնական գործոնները, որոնք կատարվում են ոչ ստանդարտ ձևերով։ Իրականում դա ամենադժվար նկարագրվող բանն է։ Իմաստը հենց այն է, որ պատերազմը վարվում է ոչ ստանդարտ ձևերով, եւ այդտեղ նվազվում են սահմանները, առաջնագիծ չկա, շատ դեպքերում նաև անհնար է հասկանալ, թե ով է գործում, այսինքն հեղինակը այս ամեն գործողության, եւ հիբրիդայինի մեջ մտնում են շատ կոմպոնենտներ, կիբերհարձակումներ, տեղեկատվական հարձակումներ, դիվերսիոն գործողություններ, տնտեսական եւ այլն, այսինքն դա շատ բազմազան երևույթ է եւ անընդհատ նորանոր ձևեր են ստեղծվում։ Բայց Հայաստանում սովորաբար հիբրիդայինի տակ վերջերս ընդունված է ավելի շատ տեղեկատվական հարձակումները անվանել, բայց դա հիբրիդայինի մի կոմպոնենտ է։ Հասարակության զգալի հատվածը կարծում է, որ հիբրիդային հարձակումները հիմնականում իրականացնում են թշնամական երկրները, մեր դեպքում օրինակ Թուրքիան, Ադրբեջանը, սակայն ոլորտի մասնագետները այդպես չեն կարծում։ Եթե մենք խոսենք Հայաստանի իրականացվող հիբրիդային հարձակումները, ապա այստեղ հենց հիբրիդայինի լինելու մեկը որ միշտ չէ, որ կարելի է տեսնել, թե ով է մեղավորը, բայց հիմնական Հայաստանի վրա աշխատող ուժերը այս պահին դա Ադրբեջան, Թուրքիա եւ Ռուսաստանն են։ Մեծ եւ խոր վերլուծություններ պետք չէ անել հասկանալու համար, թե այսօր որ երկրից են ցանկանում Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխությունների հասնել, ընդգծում է падգամավորը եւ մանրամասնում։ Ըստ էության մեր այսօրվա ընդդիմության շարքերը կազմված են բացառապես ռուսական քաղաքական կյանքի հետ փոխկապակցված եւ ոչ միայն քաղաքական, ռուսական քաղաքական եւ հատկապես տնտեսական կյանքի հետ փոխկապակցված անձեր, օլիգարխներ եւ թե Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը շատ ուղիղ կառավարվում են արտաքին ուժերի կողմից եւ այդ արտաքին ուժերը ռուսա-բելարուսական ուժերն են այս դեպքում, որովհետեւ գաղտնիք չի, որ նրանց կապիտալը գտնվում է այդ երկրներում, գաղտնիք չի, որ նրանք սերտաճած են այդ քաղաքական համակարգի, տնտեսական համակարգի հետ եւ գաղտնիք չի, որ մարդիկ ուզում են, որ Հայաստանում իրենք լինեն գուբերնատոր, Հայաստանն էլ ծայրագավառ կամ գուբերնիա իրենց ավելի հասկանալի լեզվով։ Այս տեղակենտրոնացված հիմնական վտանգը եւ տեղակենտրոնացված հիմնական ռեսուրսը արտաքին ուժերի, որի միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն զավթել։
Որոշ ժամանակ առաջ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ 2025-26 թվականներին հիբրիդային սպառնալիքները ոչ միայն ունեն շարունակվող բնույթ, այլև ավելի ինտենսիվ են դառնում ընտրությունների օրերին, ինչը նշանակում է, որ տեղեկատվական ազդեցությունը եւ ապա տեղեկատվությունը նոր ուժով են ակտիվանում։ Ըստ ծառայության, տարբեր լրատվական հարթակներ եւ սոցիալական մեդիա ցանցեր, ինչպիսիք են Telegram-ը, Facebook-ը, YouTube-ը, օգտագործվում են հիբրիդ ազդեցությունների համար, կեղծված շփման եւ մանիպուլացնող բովանդակություն տարածելու նպատակով։ Կիբերմիջավայրի վերաբերյալ վերջին զեկույցները ցույց են տալիս, որ հարձակումների թիրախները ներառում են պետական ինստիտուտների կայքեր, մի շարք քաղաքացիական հասարակական կազմակերպություններ, մեդիա փոխանակման հարթակներ եւ այլ էկոհամակարգեր առնչվող անվտանգությանը։ Արդյոք այս ամենը մեծ ֆինանսներ է պահանջում։ Հովհաննիսյանը փաստարկներ է առաջ բերում։ Դե գիտեք, բնականաբար ֆինանսական մեծ ծախսեր այս ամենը ենթադրում եւ եկեք օրինակներով նայենք։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Սամվել Կարապետյանի հանրահավաքների փորձերի ժամանակ մարդիկ են ձերբակալվում ցույցերին պարտադրանքով քաղաքացիներին բերելու համար։ Այդ պարտադրանքը արտահայտվում է մի դեպքում աշխատանքից ազատման սպառնալիքով միգուցե, բայց հայտնի դեպքերով, որով նաև քրեական գործեր են հարուցված, փող բաժանելու մասին է խոսքը գնում։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ ահռելի գումարների հետ գործ ունենք։ Ձայնագրություններ ենք լսում, որտեղ մեկ անձի հաշվարկով 40,000 դրամներ են խոստանում։ Մենք արդեն հասկանում ենք, որ սա ահավոր մեծ գումար է, եւ եթե ու չեմ խոսում էլ այն մեծ գումարների մասին, որոնք նրանք ծախսում են տարբեր գրասենյակներ են վարձում, ինչ-որ ավտոբուսներ են վարձում, հարբած մարդկանց նստեցնում են ավտոբուսի ղեկին, ասում են գնացեք քաղաքում քշեք, տառասխալներով մեծ բաներներ են տպում, հետո ջնջում նորից են տպում, որովհետև օրինակ հազարավոր աշխատատեղ է եւ ոչ թե հազարավոր աշխատատեղեր։ Սենց մանուկներ կա, որ հիմա դնենք գումարենք այս ամեն իրար վրա, կդառնա միլիոնավոր դոլարներ, որ հաշվենք թե քանի հատ տարածք կա, ինչքան փող են ծախսում։ Մենք տեսնում ենք, որ Facebook-յան գովազդների վրա 3 ամսում մի քաղաքական ուժը ավելի շատ գումար է ծախսել, քան մենք երևի մի 5 տարում։ Հասկանում եք, չէ՞, ինչ ունեն, չունեն, նետել են դաշտ, դե իրանց ունեցած-չունեցածը հիմնականում արտահայտված է փողի տեսքով, դրա համար փողն են նետել դաշտ, փողն են լցնում Facebook-ում, փող են լցնում տարբեր տեղեր, մարդկանց փողով բերելու համար, իրանց ցնորամիտ մտքերը հնարավորինս շատ գովազդելու եւ հնարավորինս շատ մարդկանց ապացուցելու համար, որ նրանք ունեն ցնորամիտ մտքեր, դնում են գովազդի տակ իրանց մտքերը, մտածում են, որ դա լավ բան են անում, չգիտեմ, արհեստական ինտելեկտով տարբեր տեսանյութեր են հրապարակում, որի պատրաստման համար ես վստահ եմ, որ մեր սիրելի հայրենակից մասնագետները շատ լուրջ գումարներ են վերցնում իրանցից եւ շատ մեծ փողեր են ծախսվում եւ ես ուրիշ բան էլ ասեմ եւ շատ մեծ փողեր ծախսելու են այդ մարդիկ մինչեւ ընտրություններ, որովհետեւ այն լրատվամիջոցները, այն անձնավորությունները, որոնք հայկական ասացված կա կամ խոսույթ կա, որ ասում է սատկած էշ են ման գալիս, որ նալերը քաշեն, բազմաթիվ շրջանակներ գտել են այդ սատկած էշերին Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչյանի եւ Գագիկ Ծառուկյանի տեսքով Եվ ես վերջի 3 ամիսն էլ լրատվամիջոցներն են նրանցից ինչքան փող կա ուրեմն վերցնելու, տարբեր շրջանակներն են իրենցից ինչքան փող կա վերցնելու, եւ բոլորն էլ գիտեն, բայց որ ուրեմն ինչքան էլ փող ծախսեն, մեկը իրենց ցանկալի արդյունքին չեն հասնելու այս մարդիկ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սակայն համակարծիք չէ, որ հիբրիդային հարձակումները մեծ ծախսեր են ենթադրում։ Ֆինանսականը կարող է լինել շատ էժան նույնիսկ։ Տեսեք, օրինակ Եվրոպայում մի քանի էժան դրոններով կարողանում էին օդանավականները բավարարել։ Դա կարող է շատ էժան լինել։ Արթուր Հովհաննիսյանը համոզված է, որ ընտրություններին ընդառաջ իրավիճակը էլ ավելի կսրվի, միաժամանակ վստահեցնելով, որ իշխանությունները կձեռնարկեն պաշտպանական գործողություններ, հարգելած դեպքում էլ կհասցնեն հակահարված։ Ինչքան մոտենանք դեպի ընտրություններ, բնականաբար ես կարծում եմ, ավելի կսրվի իրավիճակը, բայց իրավիճակը կսրվի նաև մեր կողմից, որովհետև եթե կա մեր պետության նկատմամբ ուժգին հարցակում, հիբրիդային հարցակումների տեսքով մեր կողմից էլ կա շատ կայուն եւ ամուր պաշտպանություն եւ հակահարցակում այդ հիբրիդային հարցակումներին դիմակայելու եւ պետությունը ամուր պահելու իմաստով։